Բարի օր, սիրելի բարեկամ։ Երբևէ մտածել ես, որ աշխարհի ամենախորունկ ճշմարտությունները հասկանում են պարզ ու մաքուր սիրտ ունեցող մարդիկ, ոչ թե այն մարդիկ, որ այս աշխարհի չափով իմաստուն են համարվում։ Աստված իր մեծ խորհուրդները բացում է փոքրիկներին, ոչ թե հպարտներին։ Նույն ժամին Հիսուս ցնծաց Սուրբ Հոգով և ասաց. «Գոհություն քեզ, երկնավոր Տեր, երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բանն իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։ Այո, Հայր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։ Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից, և ոչ ոք չգիտի, թե ով է Որդին, բացի Հորից, և թե ով է Հայրը, բացի Որդուց, և նա, ում կկամենա Որդին հայտնել»։ Եվ դառնալով աշակերտներին առանձին ասաց. «Երանի այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք եք տեսնում։ Ասում եմ ձեզ, որ բազում մարգարեներ և թագավորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել, ինչ որ դուք եք լսում, բայց չլսեցին։ Ամեն»։ Աստծո երկիրը բացվում է մաքուր սիրտ ունեցողներին, ոչ թե հպարտներին։ Մարդ կարող է իմանալ ամեն ինչ, բայց չիմանալ ամենագլխավորը՝ Աստծո ներկայությունը իր կյանքում։ Հիսուս հիշեցնում է մեզ, որ երջանկությունը սկսվում է այն պահից, ինչպես որ մանուկները անվերապահորեն վստահում են իրենց հորը, որովհետև երեխան չի վախենում, գիտի, որ իր հայրը կողքին է, նույնպես և հավատացյալը չի կորցնում հույսը, որովհետև վստահում է իր երկնավոր Հորը։ Տերն այսօր ասում է. «Երանի նրանց, ովքեր տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում»։ Երանի է տալիս նրանց, ովքեր կարողանում են տեսնել կյանքի տարբեր իրավիճակներում Աստծո ներկայությունը, կյանքի փոքրիկ հրաշքներում, ժպտացող մարդու դեմքին և ամենապարզ իրավիճակներում Աստծո ներկայությունը տեսնել կարողությունն է կարևորում այսօր Աստված։ Սիրելի բարեկամ, այսօրվա պատգամը պարզ է։ Աստված իր խորհուրդները հայտնում է պարզ ու մաքուր սիրտ ունեցողներին։ Իրական իմաստությունը գալիս է աղոթքից։ Երանի նրանց, ովքեր ամեն ինչի մեջ կարող են տեսնել Աստծո ներկայությունը։ Ուրեմն այսօր սկսիր այս մտածումով. «Տեր, տուր ինձ մաքուր ու պարզ սիրտ, բաց աչքեր, կարողանամ ամեն օր տեսնել քո ներկայությունը իմ կյանքում»։ Եթե կարողանաս այս մտածումով առաջնորդվել, ապա կհասկանաս, որ նույնիսկ ամեն օրը փոքրիկ հրաշք է քո կյանքում։ Օրհնյալ օր քեզ։